Փաշինյանը վարում է Էրդողանահաճո քաղաքականություն, հիմքում դնելով Հայաստանի իբրև անվտանգության խնդիր։ Ինքն ասում է, չունենք ռեսուրս պայքարելու թուրքերի ու ադրբեջանցիների դեմ, միաժամանակ այն պայմաններում, երբ ռուսները թուլացել են ու չեն կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, պաշտպանել հայերին, այս երկուսից եւ ուրեմն ավելի լավ է լողալ հոսանքի ուղղությամբ, այլ ոչ հակառակ, մեծացնելով խեղդվելու ռիսկերը։ Իդեպ, այս համատեքստում Փաշինյանն ասաց Էրդողանին Հայաստանը հրավիրելու։ Լսենք։ Եվ իմ պատկերացրած ակնկալիքը այն է, որ այս այցը պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա բնականոն ընթացքը եւ մեր տրամադրվածությունը այդպիսին է։ Ես իհարկե ուզում եմ ասել նաեւ, որ իհարկե պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին շնորհակալություն հայտնել այս հրավերի համար եւ նաեւ պատրաստվում եմ հրավիրել նրան մասնակցություն ունենալ Հայաստանում հաջորդ տարի գարնանը, գիտեք, որ Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որը միջայլոց Երևանում տեղի ունենալու այդ թվում Թուրքիայի աջակցությամբ, որովհետև Թուրքիան նույնպես Եվրոպական քաղաքական համայնքի այդ ձևաչափի անդամ է, եւ ես պատրաստվում եմ հրավիրել նախագահ Էրդողանին մյուս տարի գարնանը, իհարկե ամսաթվերը դեռ ճշտվում են, մասնակցելու Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Ոմանք այս քաղաքականությունը կարող են համարել պրագմատիկ, ոմանք դավաճանական, կրկնում եմ, ընտրությունը ձերն է, սակայն գոնե թե վերջին 5 տարիների քաղաքականությունը հաշվի առնելով վստահաբար կարող եմ պնդել, որ Հայաստանը գնում է այլընտրանքի բացակայության ճանապարհով։ Մոսկվայում զուգահեռ զգուշացնում են, որ եթե հայերը փորձեն այլընտրանք գտնել Ռուսաստանին, դեպի Ռուսաստանի Դաշնություն ճանապարհները Հայաստանի համար փակվելու են։ Իդեպ Թուրքիան էլ շատ ակտիվ օգտագործում է վրացական ուղղությունը հայկական ապրանքների համար խնդիրներ ստեղծելով եւ ապացուցելով, որ այսպես թե այնպես այդ միակ այլընտրանքը մնալու է Թուրքիան, որտեղ անգամ վրացիները կարող են ռուսական Ռոսկոմնadzorի տրամաբանության մեջ արգելափակել հայկական ապրանքները։ Այս մասին խոսեմ արդեն թեպետ հաղորդման երկրորդ մասում։ Հիմա գանք Թուրքիային։ Թուրքիան էլ իր քարոզչական ռեսուրսներով, այդ թվում նաև տարաբնույթ փորձագետների բերաններով Հայաստանում ու քաղաքականության միջոցով ուզում է տեղ հասցնել, որ Ռուսաստանն այլևս չկա Հարավային Կովկասում։ Այն չի կարող որևէ կերպ աջակցել Հայաստանին, իսկ Թուրքիային պետք է ճանապարհ դեպի Կենտրոնական Ասիա։ Եթե հայերը չտան այդ ճանապարհը, լավով, նրանք կխլեն վատով։ Սրանով էլ պայմանավորված է արդեն Էրդողան-Ալիև լավ ոստիկան կամ բարի ոստիկան, չար ոստիկան, լավ ոստիկան, վատ ոստիկան քաղաքականությունը։ Էրդողանը շոյում է, ընդունում ու բարիդրացիական կոչեր է անում, իսկ Ալիևը սպառնում է, կրակում հենց Փաշինյանի Թուրքիա այցի ժամանակ, հիշեցնելով, որ հակառակ կողմում ծեծողել կա։ Մեկը շոյում է, մյուսը խփում։ Այսպիսին է թուրքերի քաղաքականությունը, եւ Փաշինյանի պատրաստվածությունը անսալ թուրքական պահանջներին արտահայտվեց նրա Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպան ժամանակ եւս մի կարևոր մտքով։ Ինքն ասաց մեջբերեմ. Թուրքիայի համար կարևոր օրակարգ է միջին միջանցքը։ Խաղաղության խաչմերուկ նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ լիարժեքորեն ներգրավում է միջին միջանցքի նախագծին։ Գոնե ինձ համար ակնհայտ է, որ խաղաղության խաչմերուկը կարող է լինել միջին միջանցքի մաս։ Ֆինիտո բարեկամներ, դավադրություններ փնտրել պետք չէ։ Ադրբեջանն ուզում է մաքսիմալը, միջանցքը, Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից դուրս իհարկե, իսկ Էրդողանը բարի պապիկի պես կանչում է Փաշինյանին, հետո Ալիևին, Փաշինյանի մոտ Ալիևին սաստում է ու Փաշինյանի մոտ ասում. ոչ, թող լինի Հայաստանի վերահսկողության տակ այդ միջանցքը, բայց անպայման լինի։ Առևտրի դասական գործիք է։ Գինը բարձրացնում ես ինքնարժեքից մի քանի անգամ, որ հետո կարողանաս առևտուր անելով իջեցնել ու հասցնել ցանկալի մակարդակին։ Ասեմ ավելին, թուրքական շուկայի սկզբունքն է, բազարում բան գնելու մշակույթի կարևոր մաս է Թուրքիայում գին գցելը։ Անգամ ամոթ է մի քիչ չբանակցել ավելի էժան ապրանք գնելու համար, այնպես որ միջանցքը լինելու է, մնում է որոշել դրա գինը։